Մարտի 2-ին Արաբական Միացյալ Էմիրություններից, Իրանից եւ Իսրայելից դեպի Հայաստան նախատեսված 8 չվերթ է չեղարկվել։ Ռադար Արմենիային հայտնել են քաղաքացիայի կոմիտեից։ Դեպի Երևան չի կայանա 3 չվերթ Դուբայից, 2 շարժեց, ինչպես նաեւ մեկական չվերթեր Աբու Դաբիից, Թել Ավիվից եւ Իրանից։ Չվերթների չեղարկման պատճառը տարածաշրջանում սրված իրավիճակն է, Իրանի դեմ ռազմական գործողությունները։ Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանին։ Լարվածության ֆոնին Բահրեյնի, Իրաքի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի եւ Քուվեյթի իշխանություններն ամբողջությամբ փակել են իրենց օդային տարածքը։ Օդային տարածքը փակել են նաեւ հակամարտության կողմերը Իսրայելն ու Իրանը։ Մասնակի սահմանափակումներ են սահմանվել Սիրիայում, իսկ Օմանում ժամանակավորապես փակվել է մայրաքաղաք Մուսկատի օդանավակայանը։ Տարածաշրջանում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններն ու հյուպատոսական հիմնարկներն աշխատում են շուրջօրյա արտակարգ ռեժիմով։ Կապ է պահպանվում համապատասխան ավիաընկերությունների, այդ թվում Fly Dubai Air Arabia եւ Qatar Airways-ի հետ իրավիճակի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն ստանալու նպատակով։ Որոշ դեպքերում ավիաընկերություններն առաջարկում են թռիչքների փոփոխման տարբերակներ։ Միաժամանակ Աբու Դաբիի մշակույթի եւ զբոսաշրջության տնօրինությունը հայտարարել է, որ պատրաստ է հոգալ Աբու Դաբիում գտնվող զբոսաշրջիկների հարկադիր երկարաձգված կեցության ծախսերը։ Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունն օպերատիվ կապի մեջ է նաև այնտեղ կրթություն ստացող 92 հայ ուսանողների հետ, տրամադրելով անհրաժեշտ ցուցումներ եւ խորհրդատվություն, նաև հայ զբոսաշրջիկների հետ։ Մեր գործընկեր Նատա Հարությունյանը, որ մեկնել էր հանգստի արդեն 3-րդ օրն է, գտնվում է ծովում նավի վրա, քանի որ թռիչքները չեղարկվել են։ Հայերի հանդիպել ենք այստեղ, կան հայեր, իրենք էլ այդպես սպասողական վիճակում են, թե հետո ինչ է լինելու։ Երեկ առավոտյան կապվել ենք մեր դեսպանության հետ, տվյալներ ենք թողել, երեկ լրացրել ենք ԱԳՆ-ի հրապարակած լինքը ու անհամբեր սպասում ենք, որովհետև հնարավորության դեպքում կուզեինք օր առաջ վերադառնալ Հայաստան, քանի որ չգիտենք, օրինակ մինչև ամսի 7-ը եթե այստեղ սպասենք, հետո օդը կբացվի, չի բացվի, բա որ հանկարծ մեզ նավից հանեն, ինչ է լինելու վերջը, դրա համար կուզենայինք օր առաջ գալ։ Իրանում եւ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանություններն ու հյուպատոսական բաժինները շարունակում են իրենց գործունեությունը։ Այս պահի դրությամբ զոհերի թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան։ Արտաքին գործերի նախարարության թեժգիծը փետրվարի 28-ին եւ մարտի 1-ին ստացել է շուրջ 4 տասնյակ զանգ։ Հիմնական հարցերը վերաբերում են չվերթների վերականգնմանը, Հայաստան վերադառնալու կամ հնարավոր տարհանման տարբերակներին։ Պաշտոնական տվյալներով որևէ զանգ անպատասխան չի մնացել։ Հիշեցնենք, հարվածներն Իրանին հասցվել են նույնիսկ այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև ընթանում էին բանակցություններ իրանական միջուկային ծրագրի շուրջ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կոչ է արվում հետևել պաշտոնական հաղորդագրություններին եւ պահպանել կապը դիվանագիտական ներկայացուցչությունների հետ։ Նարինե Ղուկասյան, Ռադար Արմենիա։